Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ողջույն, Մեդիահաբի եթերում մարդկային զրույցն է։ Իմ հյուրը երիտասարդ երգիչ է, ում ձայնի մեջ շատերը լսում են հայկական արմատների շունչը։ Նրան հաճախ համեմատում են Կոմիտասի հետ, անվանելով մերօրյա Կոմիտաս, ինչը մեր հյուրի համար եւ մեծ պատիվ է եւ մեծ պատասխանատվություն։ Իմ հյուրը երգիչ Արսեն Զաքարյանն է։ Ողջույն։ Ողջույն։ Արսեն, նախ ուզում եմ շնորհակալ լինել հրավերը ընդունելու համար եւ սկսել հարցը քեզ համար համեմատությունը Կոմիտասի հետ ոգևորող է թե երբեմն նաեւ ծանր բեռ։ Շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։ Ծանր բեռ չէ բնականաբար, բայց մի փոքր ես ինքս ինձ այդպես չէի անվանի, որովհետեւ դա Կոմիտասն իր տեղն ունի, ես իմ տեղն ունեմ, մեկ այլ արտիստ կամ մարդ իր տեղն ունի, բայց շատ այսպես հաճելի էր, երբ որ առաջին անգամ լսեցի այդպիսի համեմատություն, դե բնականաբար դա դրական, այսինքն դու դրական էմոցիա ես ստանում, դրական ազդեցություն է իր ունենում, որովհետև այդ պատասխանատվությունը փոքր, այսինքն ես այնպես չի, որ տենց ընդունեցի, որ ես պես կային մարդիկ ինչ-որ կոմենտներ էին, բաներ էին անում, որ մեր օրերի Կոմիտաս եւ այլն, ուրեմն ինչ-որ մի բան զգում են մարդիկ, բայց այնպես չի, ես դա այդպես ընդունեցի, իգիտություն ընդունեցի, բայց ինչ-որ մի բան վերցրեցի, այսինքն մարդիկ ինչ-որ կապ տեսնում են, ինչ-որ մի բան զգում են, որ Միանշանակ ու նաև իսկապես մեծ պատասխանատվություն է։ Երբ հասկացար, որ երգը քեզ համար սիրելի զբաղմունք չէ, հոբի չէ, այլ կյանք է եւ դրանով դու ապրում ես։ Ես երբ որ սկսել եմ իմ երգելու այդ կարիերը, ասեմ, թե ավելի շատ նոր որ սկսում եմ երգել, այդպես գիտեք, չես զգում կարևորությունը ու պատասխանատվության չափը մինչև այն ժամանակ, երբ որ դու քո վրա դնում են պատասխանատվություն, այսինքն երբ որ ամեն ինչ կախված է քեզնից, օրինակ երբ որ դու համերգի ես մասնակցում ու զգում ես, որ դու բեմում ես ու այդ 3 րոպեվա պատասխանատուն դու ես։ Ինձ մոտ դա այդ միտքը ավելի շատ եկավ այն ժամանակ, երբ որ ազգային երգիչ նախագծին էի մասնակցում ու առաջին գալա համերգներ, միջև այդ էլի փուլեր եղել էին, էլի դու պատասխանատվություն ունես, բնականաբար լուրջ ես վերաբերվում այդ ամեն ինչին, բայց երբ որ կանգնեցի բեմին ու հասկացա, որ մի մեծ անձնակազմ աշխատում է քո հետ ու այդ 3 րոպեն, 4 րոպեն միայն աշխատում են քեզ համար ու քո հետ, մեծ պատասխանատվություն է, որովհետև դու նաև իրենց աշխատանքը պետք է կարողանաս ցույց տալ։ Չգիտեմ, այդ առաջի գալա համերգին շատ այսպես հենց կանգնել եմ բեմին, միանգամից ինչ որ ուժ եկավ, ինչ ասեմ, որ պետք է ես անեմ ամեն ինչ, ինչ որ ինձնից հասնում է, առավելագույնը պետք է անեմ, որովհետև շատ ժամանակ դու կարող ես պատրաստվել 90%, 80%, բայց հենց հասնում ես բեմին, մնում է դրա 50%, 30%, 40%, այսինքն դու բեմի վրա արդեն արտիստ ես քեզ զգում եւ 150% պատրաստ լինես, որ 100%-ը մնա։ Շատ լավ։ Առաջին մարդը, ով հավատաց քեզ, հավատաց քո ուժերին եւ մինչեւ հիմա էլ հավատում է։ Երգելու, երբ որ սկսել եմ երգել, տատիկիս, պապիկիս հետ եմ սկսել ապրել այդ շրջանում, որովհետև ծնողներս մեկնեցին երկրից աշխատանքի հետ կապված ու իրենք շատ ինձ ոգևորել են, թեպետ շատ տարբեր են եղել կարծիքները, այսինքն տատիկս ու պապիկս միշտ ինչ որ այսպես քննադատությունների մեջ էին, կարծիքների, երբեմն լինում էր, երբ որ գնում էինք ինչ որ մրցույթ էի մասնակցում, միշտ տատիկս գալիս էր պարտադիր, պետք է հանդիսատեսի շրջանակներում լիներ ամենաանկեղծ քննադատը երևի ու շատերին կթվա որ տատիկս ինձ անդադ գովում է որովհետև երբ որ ինչ-որ մարդ է գալիս մեր տուն կամ մենք գնում ենք ինքը ինձ անդադ այսպես ոգևորում բայց երբ որ ասենք ինչ-որ մրցույթ է լինում կամ մենք տանն ենք մենակ ինքը կարա շատ այսպես քննադատորեն մոտենա այնպես չի որ այսինքն դրա ազդեցության տակ չեմ ես որ ինձ գովեն ինչ-որ այդպես մեծամտանամ այսինքն կա հակառակը նույնպես կա երևի ավելի շատ տատիկս է որ քննադատորեն մոտենում է ու իր կարծիքը
Այսպես ես մի քիչ այլ տեսանկյունից եմ նայում, որովհետև եթե ծնողը կարող է տեսնել քեզ ուրախանա, ասի, վայ, իմ տղան է եւ այլն, այս դեպքում ու տատիկն էլ է բնականաբար ուրախանում, բայց այսպես շատ քննադատորեն է մոտենում։ Շատ լավ։ Ավելի շատ պապայի ու մամայի, թե տատիկի ու պապիկի երեխա ես։ Ըստ տատիկի։ Տատիկի, ճիշտն ասած, ես որպես անհատ ասեմ անհատականություն միշտ փորձել եմ ինքնադաստիարակվել, այսինքն չեմ նայել երբեք ինչպես են անում այս ինչ-բանը ծնողներս, ինչպես են անում, բնականաբար շատ բաներ դու տեսնում ես, վերցնում ես, բայց փորձել եմ համեմատել, այսինքն այսինչ մարդը սա ինչպես է իրեն այստեղ դրսևորում, ես ինչպես պետք է դրսևորեմ, այսինքն ես մի քիչ փորձել եմ դուրս գամ նաև այդ ընտանեկան շրջանակից, այդ պատճառով ես բոլորին ընդունում եմ, բոլորի իմն են, բայց եթե օրինակ տատիկը կարծում է ես իր տղան եմ, ծնողներ, թող բոլորն էլ այդպես կարծեն, ես դեմ չեմ։ Իհարկե, շատ հաճելի է զգալ բոլորից այդ սերը։ Նորից ուզում եմ խոսենք Կոմիտասի մասին, այսօր Կոմիտասյան երգերը նորովի մշակմամբ եւ նոր մատուցմամբ ներկայացնում ես հանրությանը եւ որքանով տեղյակ եմ, նաեւ Արմավիր քաղաքում ունես քո աշակերտները, այսպես։ Կպատմես դրա մասին։ Կոմիտասյան շունչը ներկայացնել այլ մի քիչ բարդ է, որովհետև երբ որ մի փոքր ինչ-որ մի բան փոփոխում ես, արդեն քննադատությունների ալիք կարող է բարձրանալ։ Իմ պարագայում դա շատ չի եղել եւ ես հասկացել եմ, որ միգուցե ես շատ մոտեցումս այդքան էլ սխալ չի շատ դեպքերում, երբ որ ինչ-որ մի բան փորձում ես փոխել, որովհետև ես երգում եմ այն ինչ որ գրել է Կոմիտաս, այսինքն մեղեդային գիծը նույնն է մնում, դա չես կարող փոխել, որովհետև եթե ասում ես Կոմիտաս, ուրեմն Կոմիտաս է, բայց կարող է օրինակ փոխվի գործիքը, օրինակ եթե Կոմիտասը գրել է այդ երգը, օրինակ, չգիտեմ, դաշնամուրի նվագակցությամբ, այս դեպքում կարող է լինել օրինակ գիտարի նվագակցությամբ կամ չգիտեմ այլ գործիքներ ավելանան, այսինքն փոփոխությունը լինում է կամ հարվածային գործիքներ ավելանան, որը կարծում եմ հնում այդքան զարգացած չի եղել այդ գործիքների ներառելը հայկական երաժշտության մեջ բնականաբար, եղել է կարծում եմ, բայց հայկականը մնացել է ավելի շատ ժողովրդական գործիքների ներկայացնելով։ Այո, Կոմիտասից ամենասիրելի երգը որն է, որ այս պահին էլ կարող ենք երգել։ Կոմիտասի բոլոր երգերն էլ շատ սիրում եմ, բայց այս պահին երկինքն ամպելեն է գալիս մտքիս, քանի որ այս շաբաթ շատ ամպոտ է։ Երգեմ։ Խնդրեմ։ Երկինքն ամպել է, ինչ անուշ թոն է, երկինքն ամպել է, ինչ անուշ թոն է, կամ դռնեն անցնեմ, հոգյակս հոն է, կամ դռնեն անցնեմ, հոգյակս հոն է։ Ես կարծում եմ Կոմիտասի երգերը այնքան հարուստ են մեղեդայնությամբ, որ նույնիսկ առանց երաժշտական գործիքի, նվագակցության հրաշալի է, հատկապես որ դա դու ես կատարում, ապրես։ Շնորհակալ։ Վերադառնանք ազգային երգիչ մի նախագիծ, որը բերեց հայտնիություն քեզ Հայաստանում, եւ եթե չեմ սխալվում, գուլո երգով մտակ առաջին անգամ լսումների փուլին եւ երբ կանգնեցիր ազգային երգչի բեմում, ինչ զգացիր, մրցակցություն էր դա թե առաքելություն էլի այդ հին երգերը վերակենդանացնելու եւ մատուցելու քո մոտեցմամբ, քո ձևով։ Մրցակցություն այդպես չենք զգացել, որովհետեւ ընկերական մթնոլորտը շատ էր, այսինքն այդ ընկերական ինչ որ ուղղակի երգել ենք բոլորս, կարծում եմ մեծ մասի մոտ այդպես է եղել եւ թողել ենք այսպես հանդիսատեսի քննադատման ու դատելուն
պահ կա, երբ որ գալիս է օրինակ, չգիտեմ, դու նայում ես որպես հանդիսատես այդ ամեն ինչին ու եղել է, որ ես նստել եմ, նայել եմ, օրինակ արդեն նկարահանված եթերը ու փորձել եմ գնահատական տալ կողքից, կարծում եմ, չգիտեմ, այս պարագայում չի եղել այդ մրցակցությունը, բայց կուզեի մասնակցեի մրցույթի, որտեղ այդպես կտրամադրվեի որպես մրցակից, որովհետև ամեն դեպքում մրցույթ է եւ դու գնում ես այնտեղ հաղթելու։ Այդ պատճառով չգիտեմ, այսպես ասում եմ ընկերական մթնոլորտ, բայց միգուցե եղել է ինչ-որ մի բան, որովհետև եթե չկա այդ մրցակցությունը, դու չես մոտիվացվում։ Ամեն դեպքում ինչ-որ մի բան մրցակցային եղել է, որ մրցակցություն միանշանակ առաջին տեղի համար։ Մթնոլորտը շատ ընկերական, այսպես ջերմ է եղել, մենք չենք զգացել այդպես ինչ-որ վատ նեգատիվ։ Միջև հիմա այդ կապը կա ընկերական։ Իհարկե, այնպես էր ստացվել, որ այդ գալա համերգների շրջանակներում այդ 12-13 հոգին հիմնականում տարբեր շրջաններից էին Հայաստանի ու ուշ ենք տեսնում իրար, բայց փորձում ենք ժամանակ առ ժամանակ։ Ազգային երգչում դու հասար եզրափակիչ, բայց չհաղթեցիր, այդ պահին ինչ զգացիր, հիասթափություն էր, թե խաղաղություն։ Ճիշտն ասած, այդ պահին հասկացա, որ վերջ, այսինքն այդ ամեն ինչի մեջ մենք այնքան էինք այսպես արդեն սովորել, ոնց որ ընտանիք էինք արդեն դարձել ու անդադ ինչ որ մեկը դուրս էր գալիս, երբ որ մարդ նախագծից դուրս է գալիս, արդեն ինքը զգում է, չէ՞, այսինքն այդ փուլը անցնում է։ Ես ու իմ ընկերները դուրս չմնացինք երեք վերջին, այսինքն մեզնից մեկը ուղղակի հաղթեց, այսպես ասած։ Այսինքն շատերի համար այսպես ավելի շուտ վերջացավ, հա, այդ ամեն ինչը ու իրանք մի քիչ ավելի շուտ զգացին այդ ամեն ինչը, բայց շարունակվեց նաև մրցույթը, այսինքն իրենց համար վերջացավ, բայց իրենց ընկերների համար, քանի որ այդ ընկերական մթնոլորտը կար, գալիս էին դուրս եկող մասնակիցները, այսպես երգում էինք միասին, էլի այդ ամեն ինչի մեջ էինք, բայց երբ որ վերջացավ, որ դու զգում ես, որ վերջացել է, էլ չի լինելու դա, այսպես մի հատ զգացողություն է, որ այսպես դատարկություն է, որ էլ չի լինելու, այսինքն վաղ արթնանալու ես ու դու այս ամեն ինչով չես զբաղվելու, իհարկե այդպես չեղավ, առավոտը զարթնեցիր, էլի համերգներ, չգիտեմ, այդ ազգային երգիչ սկսվեց նոր փուլ, փաստորեն դրանից հետո շատ դեպքում, ինչպես շատ հայտնի մարդկանց դեպքերում, չհաղթելը նոր սկիզբ էր եւ նոր հաղթանակների սկիզբ։ Ինչպես դասավորվեց քո կյանքը ազգային երգիչ նախագծից հետո։ Նախ կասեմ, որ շատ մեծ արձագանքներ մենք ստացանք այդ ամենասկզբի փուլերից ու կարելի ասել հենց առաջի փուլից ինչ որ մի բան փոխվեց մեր բոլորի կյանքում, որովհետև մենք չենք պատկերացնում, որ միանգամից պետք է այդքան ամեն ինչ փոխվի, այսինքն մարդկանց արձագանքը այդքան մեծ լսարան գա, որովհետև դե չես պատկերացնում։ Ու իմ կյանքում շատ բան փոխվեց, որովհետև ես սկսեցի ազգային երգիչ նախագծից հետո, երբ որ եղավ արդեն ազգային երգիչ նախագծի շրջանակներում համերգներ, մենք ունեցանք համերգ մարզահամերգային համալիրում Կարեն Դեմիրճյանի անվան, ունեցանք համերգ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, նաև քո առանձին համերգ ունեցար։ Դե դա միջև դա եմ ասում, որ այս փուլերը անցանք ու հետո արդեն երբ որ ավելի ազատ էի, սկսեցի պլանավորել իմ համերգները, առաջին համերգը հենց ունեցա Արմավիրում, մեծ մենահամերգ է, Արմավիրի մասշտաբով դա մեծ մենահամերգ էր, որովհետև մեր դահլիճն էր, այսինքն Արմավիրի միակ մշակույթի տունը, որտեղ մեր դահլիճն է, 300 հոգանոց դահլիճ է եւ 300 հոգին էլ այսպես եկել էին, շատ հետաքրքիր։ Այսօր ունես քո առանձին բենդը, կարծեմ, եւ նաեւ աշակերտներ, որ պարապում ենք, այդ հարցը թողեցինք կիսատ։ Դրա մասին էլ խոսենք։ Հիմա ունեմ աշակերտներ, որոնց հետ ժամանակը ճիշտ է սուղ է, որպեսզի համատեղեմ համերգները աշակերտներին, օրինակ այսօր մի քանի աշակերտի ժամ հետաձգել եմ, որպեսզի կամ եւ մասնակցեմ ձեր Շնորհակալ եմ եւ հուսամ երեխաները եւս ներողամիտ կգտնեն։ Երեխաները մեծ սիրով հետո կնայեն, կուրախանան, կտեսնեն։
այսպես լինում է, մի քանի ամիս մի երեխայի հետ եմ փորձում պարապել, հետո փոխվում են անընդհատ ես ճիշտն ասած շատ վաղուց ունեմ միտք դպրոց բացելու, չգիտեմ, երաժշտական դպրոց, ստուդիա, ասեմ, չգիտեմ մոտ ապագայում դա կստացվի թե երբ, ու կարծում եմ մոտ ապագայում կստացվի այդ։ Առաջ Աստված։ Այո։ Իսկ երբևէ եղել է պահ, երբ բեմում համերգների ժամանակ քեզ լիովին անկեղծ չես զգացել հանդիսատեսի առաջ, թե բեմը տարեր քեզ համար։ Ճիշտն ասած, ես նախորդ երբ որ երգերը ընտրում եմ, պարտադիր մտածում եմ, ինչ կապ կարող է ունենալ այդ երգի ինձ հետ։ Շատ ժամանակ, օրինակ, չգիտեմ, երբ որ ժողովրդական երգ է ու գաղթելու, հա, մասին է երգը, դու բնականաբար դու ինքդ չես գաղթել, հա, Արևմտյան Հայաստանից, բայց ունես նախնիներ, ովքեր գաղթել են ու փորձում են մտածել իրենք ինչ են ապրել այդ ժամանակ եւ այդ իրենց տեսանկյունից եմ ներկայացնում, որովհետեւ հիմա շատ երգեր կան, շատ թեկուզ ինչ որ բանաստեղծի գրված բանաստեղծության հիման վրա երգ կա գրված, բնականաբար դա նրա միտքն է, չէ, քո միտքը չէ, բայց դու ներկայացնում ես դա նաև իր տեսանկյունից եւ քո տեսանկյունից։ Կախված թե ինչքան է մոտ երգը քեզ, չէ, փորձում եմ մաքսիմալ անկեղծ լինել, եթե ինձ հետ կապ չունի երգը, փորձում եմ մտնեմ այն մարդու դերի մեջ, ով կապ ունի այդ երգի հետ, բայց հիմնականում երգում եմ այնպիսի երգեր, որոնք ինձ հետ անմիջական կապ ունեն, իմ հոգուն դիպչել են այդ երգերը։ Իսկ համերգից հետո սպառված դատարկություն է, թե համերգից հետո, չէ, ինձ մոտ դատարկություն է լինում համերգից հետո, չգիտեմ, միգուցե շատերի մոտ լինի, որովհետև դու տալիս ես քո էներգիան ու մաքսիմալ փորձում ես անել այն ինչ որ, այսինքն ներկայացնել այն ինչ որ պատրաստվել էր, այսինքն դու հնարավոր է ամիսներով պատրաստես ու մեկ օրում այդ ամեն ինչը ներկայացնես ու բնական է դատարկություն է լինում քո ներսում, որ արդեն վերջացել է այդ ամեն ինչը, բայց հետո դա այդ հաղթանակ է լինում, այսինքն մի քայլ եւս առաջ է լինում, որը քեզ ստիմուլ է տալիս հաջորդ քայլերը ավելի ոգևորված անելու համար, նոր համերգներ անել։ Շատ լավ։ Անձնական կյանք։ Ինչ կարգավիճակոր։ Սկանդալային։ Անձնական կյանքից չեմ խոսում, սոցցանցերում էլ աշխատում եմ այդ մասին չխոսել, որովհետև նախ ես ներկայանում եմ որպես երգիչ, այսինքն պետք է հանդիսատեսին ավելի շատ հետաքրքրի կարիերան, իհարկե մենք հայերս շատ սիրում ենք։ Դու այդպես ասում ես, բայց հանրությունը հետաքրքրված է ցանկացած հայտնի մարդու սիրելի արտիստի անձնական կյանքով, ինչպես է դասավորում կյանքը։ Արտիստը ինքն է ընտրում ցանկանում է իր անձնական կյանքի մասին խոսեն, թե ոչ, եթե գապահ որ ցանկանամ ներկայացնեմ, նու գաղտնիքներ այդպես մեծ չունեմ, բայց չեմ սիրում մի քիչ անձնականը պետք է մնա անձնական դաշտում, հանրայինը հանրային։ Լավ, ուրիշ ձև դա։ Այս պահին կա սիրահարված եք։ Այո, այս պահին կա։ Շատ լավ։ Անցնենք բլից տարբերակներին։ Սիրված հայկական երգ։ Քո սիրած հայկական երգը։ Իմ սիրած հայկական երգը շատ սիրում եմ Խաչատուր Ավետիսյանի երգերը, երևի այդպես երգ չկա իրենից, որ չսիրեմ, շատ հայկականություն կա իր երգերի մեջ, ինչի հենց Խաչատուր Ավետիսյան եմ ասում, որովհետև իր երգերը լսելով մի տեսակ ոնց որ ընկնես հիշողությունների գիրկը ու տանում է դեպի այդ հայկականություն։ Ես սիրում եմ երգերը, որոնք տանում են դրան, այսինքն երգը երաժշտությունն են արվեստն է, որը անմիջապես պետք է դիպչի հոգու։ Եթե չի դիպչում, ուրեմն ինչ որ մի բան այն չի։ Այսինքն այս դեպքում հայկական երգը, եթե դիպչում է քո հոգուն ու ինչ որ մի բան շարժում է այնտեղ, կարծում եմ ուրեմն մաքուր հայկական այդպես կարող ես զգալ, այսինքն եթե դու հայ ես ու միանգամից դիպչում ես սրտին, հոգու լարերին։ Հոգու լարերին։ Սիրելի հայ երգիչ եւ երգչուհի։
Երկչուհի ես պահին կառանձնացնեմ Սոնա Ռուբինյանին, ում շատ սիրում եմ, թե որպես մարդ, թե որպես երկչուհի, եւ երգիչ, ու ինձ Լուրջ երգիչ, Ազնավուրին կարող եմ ասել, թեպետ Ազնավուրը իրեն համարել է 100%-ով ֆրանսիացի եւ 100%-ով հայ, դրա համար կարող եմ վստահ ասել, որ իմ սիրելի հայ երգիչը Իդեպ Շարլ Ազնավուրի երգերից մեկը դու հրաշալի կատարեցիր երբ սիրում ես ինձ, այո, նախագծի ընթացքում կա երգիչ, որ երգերը լսում ես գաղտնի այսինքն չես կիսվում իր մասին չես խոսում, բայց գաղտնի լսում ես կերպարն ես, ինչ որ բան ես վերցնում իրենից Չէ, գաղտնի չեմ վերցրել, այդպես ես տեսեք դեմ եմ կրկնօրինակելուն այդ պատճառով շատ այդպես չեմ նայել ինչ որ հետաքրքրվել փորձել անել այնպես ինչպես այդ երգիչը, բայց խորհուրդ եմ տալիս այն մարդկանց ովքեր նոր են սկսում երգել, շատ հետևեն տարբեր երգիչների, երգչուհիների կարիերային, իրենց երգելու ոճին, ձևին եւ օրինակներ վերցնել, չեմ ասում կրկնօրինակել, բայց վերցնել օրինակներ։ Ինչա արել եմ ես, այսինքն նայել եմ, լսել եմ, օրինակ շատ սիրել եմ Սելին Դիոնին համերգները դնել, լսել, նայել, թե ինքը ոնց է այդ ամեն ինչը կատարում, բայց ես չեմ արել դա այդպես, որովհետեւ դա իմը չի բնականաբար։ Այսինքն կատարելագործման հղկման ճանապարհին պետք է բայց կարող ես օրինակ չգիտեմ թեկուս ինչ որ երգչի տեսնես ու իր կեցվածքը քեզ դուր գա ինչպես է նա բեմում ու փորձես դու էլ այդ կեցվածքով լինել բեմին այսպես շատ լավ ամենաշատ լսած խոսքը քո մասին ամենաշատ խոսքը իմ որ համեստ եմ ու հեչ համեստ չեմ, չէ՞ որ հիմա դա ասում եմ շատ ասում են որ ես համեստ մարդ եմ իդեպ շատերը ասում են պետք չէ հիմա համեստ լինել բայց ես դրան եմ դեմ որովհետև դաստիարակությունն է այո եւ ես կապացուցեմ որ համեստ լինելը մեր դարում էլ է արդի եւ մի բան որ մարդիկ սխալ են հասկանում քո մասին սխալ կարծիք քո մասին Սխալ կարծիք իմ մասին դժվարանում եմ այդ հարցին պատասխանել կարող եմ ուրիշ տեսանկյունից պատասխանեմ օրինակ երբ որ մարդիկ կարծում են որ ես օրինակ չգիտեմ երգում եմ միայն ժողովրդական երգեր քանի որ ես սկսել եմ երգել էստրադային ժանրում սովորել եմ ջազ էստրադային բաժնում կոնսերվատորիայում Երևանի հետո Դոնի Ռոստովի ու ընթացքում շատ եմ երգել կոմիտաս իմ նախապապերից տատիկիս պապիկը շատ սիրել է կոմիտաս անդադ երգել է, պես հետո տատիկս է ինձ ներշնչել այդ ամենով եւ միշտ եղել է, այսինքն երբ որ ես ինչ որ բան եմ երգել գեներով եւ գենետիկ հիշողությամբ այդ ամենը սկզբնական շրջանում երբ որ ինչ որ տեղ էին գնում կամ տանը մարդեր գալիս տատիկը ստիպում էր ինձ որպեսզի ես երգեի դե առաջին մենահամերգները լինում էր բարեկապների սկզբում այնինչ որ ես էի ուզում բայց իրականում ստիպողաբար էր էլի դալի այնինչ որ դու ես ուզում հետո կոմիտաս մեր տատիկները կյանք են այո դա իրականում շատ մեծ փորձ է երբ որ դու սկսում ես երգել մարդկանց մոտ օրինակ ինչ որ տարբեր կարող են գալ քո հարազատները կարող են գալ հարևանները ովքեր շատ տարբեր կարծիքներ ունեն ու իրենց կարծիքները հայտնում են պետք չէ մարդկանց կարծիքով ապրել բայց օրինակներ վերցնել կրկին կարելի է սեր թե կարիերա կյանք դրանցից մեկը Սեր թե կարիերա։ Ասում սիրո մեջ ամեն ինչ կա։ Տեսեք, սեր ասելով նայած ինչ նկատի ունեք։ Ես սերը չեմ տեսնում անձնական այդպես սեր ամեն ինչի մեջ կարող ես տեսնել, եթե դա նկատի ունեք, ապա սեր, այսինքն անձնական կյանքն էլ եթե դու ինչ որ մարդու ես հանդիպել ու հետո ուզում ես կյանքդ կապել ու պետք է երջանիկ լինես եւ կարիերան խանգարելու է դրան կարծում եմ ավելի շատ սեր, որովհետև դա քո կյանքն է, անձնական կյանքն է։ Իհարկե դա մարդու որոշել, այսինքն դա իմ կարծիքն է։ Ես այդպես կվարվեի, բայց կարծում եմ երկուսն էլ հնարավոր է համատեղել, եթե
անկեղծ գտնվես երկուսի հետ էլ։ Բլից հարցերի տարբերակը հակիրճ, անկեղծ։ Ես շատ վատ եմ բլից հարցերից։ Ես գիտեմ։ Ամենավախեցնող բանը քեզ համար։ Մենակությունը։ Մենակություն թե աղմուկ, բարձր արդեն պատասխանը։ Շատ այդ ես ասեցի ու հասկացա, որ շատ տարօրինակ եմ այդ հարցում, որովհետև եւ սիրում եմ մարդաշատություն եւ սիրում եմ մենակ մնալ։ Այո, լինում են պահեր։ Այո։ Մասնավորապես երբ որ դու ստեղծագործում ես, շատ ժամանակ քեզ պետք է լրիվ միայնակ լինես, բայց դա երբ որ ստեղծագործում եմ եւ պետք է ես առանձնանամ, դա մասնագիտական է։ Ընդհանրապես որպես մարդ սիրում եմ շփվել, սիրում եմ մարդաշատություն, աղմուկ չեմ սիրում, բայց մարդաշատություն սիրում, կարող եմ բոլորը հավաքվել իմ կողքի եւ լռել։ Եվ վերջում արտիստ, ժյուրի թե հանդիսատես լինել։ Արտիստ, ժյուրի թե հանդիսատես։ Շատ միշտ ուզել եմ լինել ժյուրի, որտեղ ինձ շատ հետաքրքիր է եղել այդ կողմը, այդ դաշտից նայել։ Փոքրուց միշտ ձգտել եմ բեմին, այսինքն երբ որ ինչ-որ տեղ բեմ էի տեսնում, ուզում էի անպայման բարձրանալ, բեմնել եմ շատ սիրում, հանդիսատեսել եմ շատ սիրում լինել, բայց ավելի շատ սիրում եմ արտիստ լինել, քան հանդիսատես, որովհետև երբ որ դու այդ ամեն ինչի մեջ ես, դու նույնիսկ եթե հանդիսատես ես, դու սկսում ես դիտարկել արտիստի տեսանկյունից։ Շատ ժամանակ նույնիսկ եթե քեզ շատ համապատասխան օրինակ գնում եմ համերգ, որը ժանրային թեկուզ ինձ է համապատասխանում, կարող եմ նույնիսկ տանջվել ինչ առումով, որ ես այդ պահին ուզում եմ այսինչ բանը սենց անեմ, բայց արտիստը լավ է անում, վատ չի անում օրինակ, բայց անում է հակառակը ինչ որ դու կանեիր, հա, այսինքն պարտադիր չէ նույն մտքին լինեք, բայց այս առումով երևի ավելի շատ սիրում եմ լինել արտիստ։ Շատ լավ։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ներկայության համար։ Ես կարծում եմ մեր հեռուստադիտողներին, մեր հետևորդներին եւս հետաքրքիր էր մեր այսօրվա մարդկային զրույցը։ Իմ հյուրը երիտասարդ երգիչ Արսեն Զաքարյանն էր, Արսենն էլ դեմ չէ, որ գրեք լավ մեկնաբանություններ, բաժանորդագրվեք մեր Մեդիահաբի YouTube-յան ալիքին եւ հետեւեք մեր աշխատանքին։ Իդեպ միշտ հաղորդման վերջում ասում եմ բոլոր այն լավ մեկնաբանողները, որ ամենաշատ հավանումները կհավաքի, մենք անպայման եւ իմ եւ հյուրի կողմից կարժանանա նվերի։ Սպասեք մեզ։ Սպասեք, ես եմ շնորհակալ նաեւ որ ինձ հրավիրել եք, կարող եք վատ մեկնաբանություններ էլ թողել, ինչպես ասում են, դա էլ է էմոցիա։ Իսկ մարդը սիրում է էմոցիաներով լցված լինի, էմոցիաների բարին տարածել, բարությունը տարածել։ Թե նախընտրում ենք բարությունը բնականաբար, այո, այնպես որ սպասում ենք ձեր մեկնաբանություններին։ Այսքանը մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ